Վերջում ավելացնում ենք պոմիդորը։ Ու հետո կանաչին կկտրատենք վրան ու վերջ, հասկացար։ Դու սա շարունակի կտրատել, ես տեսնեմ ով է։ Վայ, Լիլիա ջան։ Բարև Էլիս ջան։ Բարև Լիլիա ջան։ Արի տղաս։ Հիմա կասես ես ինչ եմ ամեն օր գալիս ձեր տուն։ Ինչ ես խոսում։ Հավեք։ Բա այս մենակ ես տանը։ Չէ, մենակ չեմ։ Ձինայի հետ եմ։ Ձինան խոհանոցում է։ Խոհանոցում է։ Խոհանոցում է։ Ճաշ է եփում։ Ձինա։ 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 Համեցեք։ Ասում ես հարսուկի սուր ճաշ եք եփում, հա։ Հա, ճաշ ենք եփում։ Մամ, Մարդ։ Ոնց եք։ Լավ ենք բանես։ Ես ինչ օրն ես ընկել։ Սուս հազիվ եմ ինձ զսպում։ Բալես ես չկարողացա ես քեզ ճաշ եփել սովորացնել, բայց Էլիզան կարողացավ։ Մամ ջան, ես դեռ չեմ սովորել։ Ոչինչ, կսովորես, իսկ հիմա գնա սուրճ դիր։ Բայց տանեցիք տանը, չէ՞։ Չէ, տանը չէ։ Իսկ Լուսին։ Լուսին ընկերուհիների հետ կինո է գնացել։ Պարզամ։ Հորքուր ջան, ես գնամ, հետո կգամ քո հետևից, էլի։ Ուր ես գնում տղա ջան, Ձինան հիմա սուրճ է դնում, կխմես հետո։ Չէ, կներեք շատ գործեր ունեմ, պետքա գնամ։ Հա, ամբողջ օրը վազվզում ա, գիտես Էլիզա ջան, դե ասել եք ես բիզնես ա ուզում դնի Արտուրս։ Ու շատ ուրախ եմ, գիտես դրա համար։ Իր հասակի տղաները ամբողջ օրը ձեռքերը գրպաններում շվշվացնելով ման են գալիս, բայց ես երեխան տեղը տիտիկ չի տալիս, ուզում ա մի գործի տեր դառնա, քարից հացակ համում։ Դա թող աշխատի։ Աշխատելուց լավ բան, չէ՞։ Աշխատում ա Էլիզա ջան, աշխատում ա։ Շատ բաների կհասնի իմ Արտուրը, մի օր ձայնը կլսես։ Այ որ մի կատնակեր հալալ աղջիկ էլ հանդիպի, Կգտնի, դու հանգիստ եղի, անպայման կգտնի։ Սուրտ է, չէ։ Սուրտ չլիներ, կարելի էր մի քիչ զբոսնել։ Հա, Հայկ, ինչ եղավ։ Չէ, ոչ մի բան։ Մրսում ես։ Դե հա, որ տակ տեղից դուրս ես գալիս, մի տեսակ դող ա մտնում մեջդ։ Հա, սպասի մտածեմ։ Գնացինք։ Ուր։ Գնացինք կասան։ Ay kıvara. Ինչ։ Ինչ ա եղել։ Ժամադրված էի, տեղ պտի գնայի։ Ավելի լավ, մոտս կմնաս։ Ինչ ես ավել պակաս խոսու, ուզուր կնիկը սլնես։ Յազվա ես լումպ չես պոկվում։ Ես կես կզանգեմ հետո, բեկաց։
վեկած։ Այ գլուխս։ Խմիչքից է։ Անիմաստ ինչ ես խոսում, աղջիկ։ Իմիջիայլոց դու պասպորտ ունես։ Չես տեսել։ Ինչ այդ պասպորտը տեիր ցույց տալի գիշերը։ Երևի ունես։ Լավ, վեկած ռադեղի։ Պասպորտի հետ հանդերձ։ Ես քեզ հետո կզանգեմ։ Չմեռանք, քո պասպորտն էլ տեսանք։ Աջի վեկած, ուշացել եմ։ Քուն ստանում է։ Չնայած մեկը ուշացել եմ։ Ասում ես գունը տանում, հա։ Կարելի է։ Համեցեք։ Դու նստի, ես գնամ սեղանը գցեմ։ Լավ։ Ոնց ես։ Լավ։ Դու ինձ կախարդել ես։ Ինչով եմ կախարդել։ Սիրտս ես գողացել։ Միտքս, հոգիս։ Ամբողջ օրը անդադար քո մասին եմ մտածում։ Կախարդել ես, ուզում եմ գամ ու անընդհատ քո աչքերի մեջ նայեմ։ Արման։ Դու սոված չես, տաթևը շատ համով բաներ է պատրաստել։ Ահա որ սոված եմ։ Ինչ լավ է, միասին կճաշենք։ Բայց դու էլ պետք է գաս մեզ հետ խոհանոց։ Անպայման։ Ոնց որ օգնեմ քեզ։ Չէ, ես ինքս։ Երեխեք կներեք, սա Աշխենն է, Միլենան մոտնա։ Լավ կլինի նստես նոր խոսես։ Բարի օր ձեզ։ Բարև Բալես։ Հարի բալես։ Նստի հացկեր։ Չէ, մերսի մամ ջան, ճիշտ ասած կերել եմ, թեթև մի քիչ հոգնած եմ գնամ հանգստանամ։ Արսեն ջան, գործերը ոնց է։ Գործերն արել եմ, ամեն ինչ լավ է, մի քանի պահ կա, առավոտը կգամ օֆիս կհասկանանք։ Դե ապրես տղա ջան։ Դե լավ, ձեզ բարյախորժակ։ Ես մեր Արսենը հարմանալի տղա է, գիտես։ Ոչ մեկին ոչ վիրավորում է, ոչ մեկի խաթրին չի կպնում, չի ջղայնանում։ Բայց հենց այս Արսենին տեսնում եմ, բոլորը մի տեսակ ձգվում են։ Ասա զոքան չձգվի։ Էլ ինչ որ բան ա եղել։ Այսօր էլի եկել էր։ Որ տեսնում աղջիկը տանը գործ է անում, իրան շատ վատ է ազգում։ Դու պիտի հայացքները տեսնես։ Իրան թվում է այս տան հարսը ես եմ, աղջիկը առաջ ես պիտի անեմ, դնեմ։ Դե լավ, էլի ջան, ոչինչ։ Կինը էլի, մազը երկար, խելքը կարճ։ Ասեմ, որ շատ անտանելի է։ Երեխուցս կուխարկա են սարքել։ Ձինատար, ձինաբեր, էփի, թափի, քո աղջիկան ասա թո անի։
Սիրտս պայթում է։ Հորքուր կարաս հանգստանաս։ Ախր ոնց հանգստանամ, Արտուր ջան։ Ես չեմ հասկանում։ Աղջիկ երեխա եմ բերել, պահել, բամբակների մեջ մեծացրել, որ տանեն այդպես հոգին հանեն, հա? Չեմ հասկանում, հարսա գնացել, թե բանակ։ Բանակում գոնե նարյադը։ Այ լավ ասեցիր, հա։ Դրանց տանը ամեն մեկը իր 4 գլուխը մի կողմի վրա։ Երբ գնացել եմ Էլիզայենց, Լյուսին տանը չի եղել, կամ էլ վերևում իր դասերով։ Սա Լյուսին։ Լավ էլ սիրուն աղջիկը։ Նայեմ։ Դինայից չի հասնի, հա։ Ինչ է այդ։ Պրիմիտիվ է, հասկանում ես, շարմ չունի։ Հորքուր։ Ինչ։ Հորքուրը ամեն ինչ ճիշտն է ասում, Արտուր ջան։ Երեսին ասում, ոչ թե հետևից է խոսում, հա։ Լավ։ Աշոտ։ Սուս, չխոսաս։ Ինչ է եղել, Աշոտ ջան։ Աշոտ ձյա, կարողա գործից հանել են։ Այ հույ։ Ես քո համար ամառ չի, որ այդ բանկցի չեմ ուսես Հիվանդանաս։ Շոկա, տունը։ Կապ չունի։ Կմրսես, այդ էլ պակաս, որ մատ էլ փրաշտայր վրես։ Որ ուզում ես մեկ-մեկ նորմալ մարդ ես դառնում։ Որ ուզում եմ։ Լսի դու կարող է այն կյանքում կատու ես եղել։ Ինչի։ Դե կատվի նման եկել ես մտել թևից տակը։ Անտակտ։ Կյանքս եթե տեղը տակը կարաս մի քիչ էլ մնաս։ Հասկանում եմ, որ իմ գրկից դժվար է դուրս գալը։ Բայց զգացել ես, որ արդեն չես վախում ինձնից։ Առաջ հենց մազդ մի հատ կպնում էի, պարոժինի նման թարնում էիր։ Հիշում ես։ Հիմա չես վախում։ Դու սոված չես։ Սոված եմ։ Գնամ հաց տնեմ։ Չէ, մի դիր։ Արի գնանք տեղացնենք կյանքս։ Լուրջ։ Հա։ Սիրուն հագնավի գնանք։ Չես ուզում։ Ուզում եմ, ոնց չեմ ուզում։
Հել հագնվի։ Հել։ Արսեն դուրս կգաս փոխվեմ։ Արդեն լավ ուշ ա Հայկ, գնանք։ Գնանք։ Ինչ եղավ քեզ։ Ինչ դուրս ենք եկել մի տեսակ անտրամադիր ես։ Չէ, անտրամադիկ չեմ, ուղղակի ֆիլմի ազդեցության տակ եմ։ Լավ դու էլ ֆիլմ էր էլի։ Հա, բայց վերցրած իրական կյանքից։ Այդ ֆիլմում ամեն ինչ լավ ավարտ ունեցավ։ Հենց որ շատ մի մտածի։ Դուրս գանք, հա։ Գնանք։ Անուշս ո՞նց ես։ Միլենա։ Միլենա, ինչ ա եղել։ Աշխեն։ Սար, փախավ, ես կզանգեմ քեզ։ Ինչ եղավ։ Միլենան։ Ինչ Միլենան։ Չխոսեց հետ։ Նեղացել է։ Ու իրավունք ունի։ Դե լավ ոչինչ կհասկանա։ Ինքը փոքր է։ Ես իր համար այն մարդն է, ով կարող ամեն ինչ անել։ Իսկ հիմա ես նրա կողքին չեմ։ Միլենան շատ փոքր է։ Ինքը դա չի հասկանում։ Դա շատ փոքր հարց է, որը կարելի է շատ արագ լուծել։ Հավատում ես, չէ՞։ Դու միակ մարդն ես, ում հավատում եմ։ Հացը պատրաստ է, եկեք։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ես գնամ սենյակը։ Էլիս, ես մեր Լյուսիի կյանքում ինչ-որ մեկը կա։ Ասում է, որ չէ։ Գիտես ինչ եմ հարցնում, ես վերջերս ուշատ եմ գալիս։ Չգիտեմ ով կա, ով չկա, բայց այսօր Լիլիան էր եկել։ Եղբոր տղայի հետ։ Ու անընդհատ այդ տղային էր գովում։ Դրանց ախորժակին նայի է։ Բայց ասեմ, որ տղան վատ տղա չի։ Լավ տղա է երևում։ Էլիս, բա որ ես ես խելքին լինեի, Աշոտի հետ խնամի կդառնայի։ Ինչ-որ բան է եղել Աշոտի հետ կապված։ Այս վերջերս ոնց որ Աշոտի նկատմամբ։ Չէ, Էլիս, ոչ մի բան էլ չի եղել։
պարզապես ես եմ փոխվել։ Ինձ թվում է ինչ-որ բան եղել է։ Ընտրի։ Արսեն։ Ինչա, ընտրի։ Կասես, ինչ ենք ստեղ եկել։ Հաց ուտելու։ Թե դուրը չի գալիս գնանք։ Չէ, շատ է գալիս, ուղղակի տարօրինակ է։ Իսկ ինչն է տարօրինակ։ Լավ, կարևոր չէ։ Աղջի, ես ինչ գեշ ձեռներում ես։ Չոբան։ Բրի չոբան։ Բայց մի տեսակ նեղվեցի։ Մենք համով բաներ էինք ուտում, իսկ դու նստած յոգուրտ էիր ուտում։ Գիտես, չնկատեցի նման բան, հաճույքով կերար։ Եվ հետո ես սիրում եմ յոգուրտ։ Լավ, մյուս անգամ ես էլ քեզ հետ յոգուրտ կուտեմ։ Ինչի չհավանեցիր։ Չէ, Տաթև ջան, հակառակը հավանեցի, շատ համեղ էր։ Ուղղակի ուզում մյուս անգամ Սարային ընկերակցեմ։ Չես նեղանում, չէ։ Չէ, ինչի պիտի նեղանամ։ Ես էլ յոգուրտ կուտեմ։ Որոշեցինք հաջորդ անգամ ոչ մի բան չես պատրաստում։ Երեքս էլ յոգուրտ ենք ուտում։ Լավ։ Կհայտարարենք յոգուրտի երեկո։ Հյուրեր եք սպասում։ Չէ։ Ես հիմա կբացեմ։ Ձեր թույլտվությամբ ես կբացեմ։ Լևոնն հաստատ։ Ինչ ենք անելու։ Ինչ ես անում։ Զուգարան եմ գնում։ Դե արագացրու, մի րոպեից քնած լինես։ Ալո։ Լևոն, Ինչ ա եղել։ ես պիտի մեկի հետ խոսամ, թե չէ կգժվեմ։ Ոչ հոգեբուժան, ոչ էլ հոգեբան։ Չհասկացար, որ չեմ ուզում հետդ խոսամ։ Ես մազերիս չափ խնդիրներ ունեմ, դու հիմա չես կարող ինձ մենակ թողնել։ Ինչ ա եղել։ Գործ ա հարուցվել։ Ինչի համար։ Ինչի մասին ես խոսում։ Միլենան էր փախել մանկատնից։ Ոստիկանությունում գործ ա հարուցվել։ Այսօր էլ ինձ նախարարությունից էին կանչել ու խիստ նկատողություն են տվել։ Ու։ Ինչ ու։ Ուզում եմ հասկանամ, ես ինչով կարող եմ օգնել։ Լևոն, ես իմ աշխատանքն եմ կորցնում։ Սաթիկ էլ ողբերգություն մի սարքի, լավ։ Դու պարտավոր ես ինձ օգնել։ Ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ։ Ես իմ կրծքի տակ քո երեխային եմ կրում ու եթե ես կորցնեմ ամեն ինչ, դու պարտավոր ես ինձ էլ երեխուն էլ պահել։ Սաթիկ կրկնում եմ, ոչ մի բան պարտավոր չեմ։ Լևոն, ես հիմա ահավոր վիճակում եմ, հասկանում ես, Լևոն։ Ես կորցնում եմ ամեն ինչ, ինչ որ թանկ է ինձ համար, ինչ որ կարևոր է։
Զբաղվի քո գործով։ Որտեղ ես։ Քեզ համար մեկ չի։ Ասա ուր ես։ Մանկատանը։ Դե գալիս եմ։ Ով էր։ Ահա խառնել էին ուղակի։ Դե լավ է։ Արման։ Հաջան։ Ամեն ինչ կարգին է։ Հա, ամեն ինչ կարգին է, ինչի։ Հաստատ թե ինչ-որ բան է եղել։ Հա, ամեն ինչ նորմալ է, հաստատ։ Կարող եմ աչքերդ փակել։ Ինչի համար։ Ուղղակի պետք է։ Ընդամենը աչքերդ փակեմ։ Կարող եմ։ Խնդրում եմ, ոտքի կանգնես։ Չեմ հասկանում։ Միլենաս։ Այս ձեռնիդ պահով տենց նեղվեցիր։ Իբր ինչի ինձ տեղ բերեցիր։ Ինչ, քթիդ չի։ Մի պահ, Արսեն, ընդամենը մի պահ մտածեցի, որ քո մեջ մարդ կա, ու ես եմ մեղավոր, որ չեմ նկատում դա։ Բայց ընդամենը մի րոպե տևեց դա, դու միանգամից վերածվեցիր էլի նույն վայրենին, նույն հրեշ չոբան։ Դու չոբաների հետ երևի ծանոթ չես։ Դու աշի չոբան տեսել ես։ Հա, ծանոթ եմ։ Էն էլ ոնց եմ ծանոթ, որովհետև ես այդ չոբանի հետ ամեն օր քնում ու արթնանում եմ, ու այդ արդեն 2 ամիս է։ Ոպ, այտենց անպատասխանատու արտահայտություններ մի արա։ Որ ասում ես քնում եմ, ես ուրիշ բաներ եմ մտածում։ Հիմար։ Բարյախորժակ։ Մերսի։ Դե մեզ բարյախորժակ։ Ինչ չես ուտում։ Ախորժակս փակվեց։ Ոնց կուզես։ Գոյություն ունի կատակ հասկացողություն։ Вообще դրանից խաբար ես։ Գոյություն ունի տակտ հասկացողություն։ Դու вообще դրանից խաբար ես։ Կեր։ Կերա։ Մեր հաշիվը կբերեք։ Իհարկե։ Ինչի է, որ քո համար մի լավ բան եմ ուզում անեմ, սաղ մի անգամից փչացնում ես։ Վեր կաց։ Աշխենարի գնանք սուր զնենք։
Գալիս եմ։ Աչքերը երջանկությունից փայլում են։ Ոնց որ թե գլխի եմ ընկնում, թե ինչը կարող է քեզ լիարժեք երջանկացնել։ Ինչի ես ժպտում։ Ուղղակի։ Ես էլ մանկատուն չեմ գնալու, չէ՞։ Չանուշս պիտի գնաս։ Բա երբ ես դու ինձ որդը գրելու։ Արևս։ Քեզ արդեն ասել եմ, չէ՞, որ հիմա չեմ կարող քեզ որդեգրել։ Դրա համար ես պետք է ամուսնանամ, որ դու լիարժեք ընտանիքում մեծանաս։ Ուրեմն ամուսնացի։ Ամուսնացեք։ Ես Արմանին հավանում եմ։ Որ դուք իրար հետ ամուսնանաք, ես լիարժեք ընտանիք ունենամ։ Դե ես գնամ տաթևի մոտ, դուք մտածեք ասեք ինձ։ Տեսար այդ փոքր մարդուն, ոնց մեզ անհարմար դրության մեջ գցեց։ Ավազակը։ Ավազակը։ Բայց ավազակը ոնց որ թե ճիշտ բաներ էր խոսում։ Արման։ Բա որ կախարդ իմանա, որ երեխուն բերել ես։ Ոնց պետք է իմանա։ Կմտնի հերթով խմբերը կիմանա։ Ուսնա կյանքում ա խմբերը ստուգել։ Կարող աղջիկները ասեն։ Չէ, անհնար է։ Այդ աղջիկները երեխեքից շուտ են քնում։ Ամբողջ օրը սուրճ են խմում այնտեղ, որ ոչ մի բան չեն անում։ Գրիգորյանին այդ տեղն է։ Տենց մի ասա։ Նեղվում եմ երեխեքի համար։ Բա որ մի բան լինի։ Տաթև, դու ավելի լավ է քո մասին անհանգստացի ու աշխատանք գտի։ Երեխեքին ոչ մի բան չի լինի։ Տաթև ես քեզ էլ եկար ուտել։ Ես էլ քեզ գանձս։ Ես որդը տանեմ չսարի։ Ես կտանեմ։ Այդ ինչ չես վստահում։ Չէ, ուղղակի բաներ կան, որ դուրս չեն գալիս աշխեն։ Օրինակ ինչ։ Շատ ես նայում Արմանին։ Տաթև, ես ընդամենը ուսումնասիրում եմ։ Բայց նրանք սիրում են իրար։ Դեռ մի ամիս առաջ Սարան Լևոնին էր այդպես սիրում։ Դա քո գործը չի աշխեն։ Լավ։ Հիմա ամեն անգամ, երբ որ խնդիրներ ունենաս, կամ ինչ-որ բան մոտդ չստացվի, պետք է ինձ զանգես։ Չհասկացա, ինձ կանչել ես, թե որ գլուխդ կախես ու հետս չխոսաս։ Կյանքս տակնու վրա եղել Լևոն։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Ես ամեն ինչ կորցնում եմ։ Սկզբում քեզ։ Հիմա էլ աշխատանքս կարող է կորցնեմ։ Ես երբեք էլ քանը չեմ եղել։ Ու դու այդ մասին շատ լավ տեղյակ ես եղել։ Միշտ իմացել եմ ճիշտ է։ Աշխատանքիդ պահովել չեմ կարող օգնեմ։ Ուրիշ։ Մենք միասին երջանիկ ենք։ Միգուցե։ Բայց դե ես այն կինը չեմ, չէ՞, ում հետ կարելի ամուսնանալ։ Սաթիկ ինչ ես ուզում։ Ոչ մի բան։ Ուղղակի ես հիմա վատ եմ։ Շատ վատ եմ։ Ուզում եմ, որ դեմ կողքին լինես։ Որպես ընկեր։ Շատ բան եմ ուզում, Լևոն։ Ես քեզ չեմ կարող օգնել այդ հարցում։ Կներես։ Անկամ քեզ չի հետաքրքրում են, որ ես կրծքից տակ քո երեխուն եմ կրում։ Այդ երեխան իմ պլանների մեջ չի մտնում։